2025 թվականի համար հաստատվել էր Երևան քաղաքում արևելյան եւ հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան՝ Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Երևանիմ եւ մասամբ Նուբարաշեն, 24.7 կիլոմետր։ Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 9 փողոցներում 17.1 կիլոմետր երկարությամբ։ Վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդաշենում եւ ծրագիրը կունենա շարունակություն 26 թվականին 7.5 կիլոմետր, ներառյալ նոր Խարվեր թաղամասը, Բաշխից ցանցով 50 կիլոմետր, որ ընդգրկում է 3 փողոց, Խաչիկ Դաշտենց, Նուբարաշենի խճուղին երկարությամբ ամբողջությամբ Գուրգեն Մահարի։ Եվ ամենակարևորը, որ կառուցվելու է 26 թվականին մայրաքաղաքում նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբևէ, բացի առկա այն արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից եւ մեկը Նուբարաշենում։ Պարոն քաղաքապետ, ըստ էության 24.7 կիլոմետրից 7.5 կիլոմետրն է մնում շարունակություն 26 թվականին։ Սա այն ծրագիրն է, որ հաստատվեց ձեր անմիջական նախաձեռնությամբ 2023 թվականի վերջին, երբ ծառացել էր մայրաքաղաքի առջև ծանրագույն խնդիր, նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև Գազպրոմը։ Ձեր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում 2023 թվականի տարեվերջին մեկնարկեց այս ծրագիրը, 24-ին մենք ավարտեցինք 40 կիլոմետր երկարությամբ նոր գազատարի կառուցումը մայրաքաղաքում, 2 գազաբաշխիչ կայաններից, Մասիսի վարչական շրջանից եւ Առինջից, եւ այս ծրագրի արդյունքում արդեն մենք 57.1 կիլոմետր ծավալի նոր կառուցված գազի մատակարարման ցանց ունենք քաղաքում։ Այն տագնապը, որ կար, որ նորակառույց բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքները կարող են կանգնել խնդրի առջև, այդ տագնապը վերացված է։ Սա ամենահաջողված կենսապահովման ծրագրերից մեկն է մայրաքաղաքում եւ 26-ին մենք կունենանք սրա բարեհաջող ավարտը։ Գազպրոմ ընկերությունը ներկայացրել է բավականին հավակնոտ ծրագիր 26 թվականի համար, այն ընդգրկում է 8 վարչական շրջան, 45 փողոց, 31 կիլոմետր, սա արդեն առկա տասնամյակներով չվերափոխված, չվերակառուցված գազաբաշխիչ ցանցին է վերաբերում միջին ճնշման, որի շահագործումը դարձել է արդեն վտանգավոր, վթարների հաճախականությունը մեծացել են։ Այս ծրագիրը մենք մանրամասն քննարկել ենք շինբարեկարգում վարչության հետ։ Մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները ասֆալտբետոնյա ծածկույթի վերականգնման առումով ընդունվել են Գազպրոմ ընկերության կողմից եւ տրվել է այս ծրագրի արդեն շինարարությունների նախագծերի նախնական համաձայնեցման գործընթացը։ Արդեն մեծ մասին տրվել ենք հետագծերի նախնական համաձայնություն, կստանանք շինթույլտվության հայտ, պատրաստ է Գազպրոմը ամբողջությամբ վճարելու տեղական վճարը այս ծրագրին։ Այս ծրագիրը եւս կունենա նույն հսկողությունն ու նույն համագործակցությունը, ինչ որ ունեցել ենք նախորդ ծրագրին։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը 25 թվականին մայրաքաղաքում պետք է իրականացներ 123 կիլոմետր մալուխային ցանցի եւ ստորգետնյա եւ 8 կիլոմետր վերգետնյա ցանցի կառուցում։ Ընդհանուր առմամբ 91 կիլոմետր էր կազմում խրամուղու երկարությունը եւ 120 նախագծային աշխատանքներ։ Մեծամասամբ այն վերաբերում էր փոքր կենտրոնի ինքնաբավ էլեկտրամատակարարման համակարգի ստեղծման ներդրումային ծրագրին։ 25 թվականի այս պահի դրությամբ արդեն ընդհանուր առմամբ 80 նախագծերի ուղղությամբ 41.2 կիլոմետր երկարությամբ նոր մալուխագծերի կառուցումը, ճանապարհների վերականգնումն ավարտված է։ Ընդ որում սրանցից 34 նախագիծ 11.4 կիլոմետր բաժին է ընկնում միայն կենտրոն վարչական շրջանին։ 100 փողոցներում ամբողջությամբ ավարտված է ծրագիրը,
28 փողոցների համար ներկայացրել է շինթույլտվության հայտ էլեկտրական ցանցերը, այն կազմում է 26.3 կիլոմետր, պարոն քաղաքապետ, այստեղ մենք քննարկել ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հետ հետագա ներդրումային ծրագրի ամբողջ գործընթացը, էլեկտրական ցանցերը պետք ներկայացնելու է վերանայված նոր ներդրումային ծրագիր, որը հունվարին կամ տարեվերջ մենք կունենանք, ձեզ հետ համաձայնեցված արդեն ընթաց կտանք 26 թվականի ներդրումային ծրագրին, բայց կարևորագույն մի երաշխիք կա այստեղ, որ արդեն նշածս 26 կիլոմետր երկարությամբ նոր մալուխագծերի ներդրման վերաբերյալ մենք 25 թվականին տվել ենք արդեն նախնական համաձայնություն, հետևաբար գործընթացը բավականին արագ կընթանա։ Հեծը ավարտեց նաև 40 բաշխիչ ենթականների վերանորոգման աշխատանքները։ Աննախադեպ եւ հսկայածավալ են ջրամատակարարման ցանցի վրա ներդրումները, պարոն քաղաքապետ, ջրամատակարարման համակարգի խմելու ջրի որակի բարելավման համար Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի կողմից ներկայացվել է 4 վարչական շրջաններում մայրաքաղաքի 118 կիլոմետր երկարությամբ մասնավոր տնտիրությունների խմելու ջրի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիր։ Այն ներառում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացում, տնային միացումների ապահովում, ջրաչափական հանգույցների տեղադրում։ Ամբողջական շղթան ապահովում է այս ծրագիրը։ Այս ծրագիրը, որ արդեն ներկայացվել է 25 թվականին, իրեն ներկայացնում է 7.1 միլիարդ դրամի ծավալի աշխատանքներ, ինչու եմ սա ասում այսպես հստակ, որովհետև բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարական թույլտվությունները ներկայացված են քաղաքապետարան, բոլորին տրվել է շինարարության թույլտվություն եւ մեկնարկել են աշխատանքները արդեն Նուբարաշեն վարչական շրջանում։ Աշխատանքների գերակշիռ մասը կավարտվի 26 թվականին եւ այստեղ մենք ունենք 13.500 բաժանորդի ջրամատակարարման բարելավման արդյունք։ Ջրային կոմիտեն ներկայացրել է միաժամանակ եւս մեկ այլ հավակնոտ ծրագիր, արդեն 26-ին մեկնարկող, սա արդեն բաժին ընկնում 7 վարչական շրջանների, 91.6 կիլոմետր, 5.7 միլիարդ ծավալ եւ 10.550 բաժանորդ։ Ինչու եմ ես այս թվերը ներկայացնում, որտեղ այն արդյունքը, որ մենք ունենք արդեն 3-րդ տարում, պարոն քաղաքապետ, թույլ տվել նաև զեկույցը համարել այս ծրագրի մեկնարկի օրվանից մինչև այսօր եղածի հաշվետվություն, ինչը կարծում եմ շատ կարևոր է մեր հետագա աշխատանքների համար, այս ծրագրով արդեն մենք 10.500 մարդու խնդիր ենք լուծում նորմալ ջրամատակարարման համար։ Ընդհանուր այս երկու ծրագրով մենք ունենում ենք 220 կիլոմետր ջրամատակարարման նոր ցանցի բարելավման արդյունք։ Եթե նկատի ունենանք, որ ծրագիրը մեկնարկել է ջրամատակարարման ցանցի բարելավման Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կառավարություն ներկայացված առաջարկությունների հիման վրա 23 թվականի վերջին, ապա տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի արդյունքում 7 Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ թաղամասերում 7135 բաժանորդ, Յոլաջուր ընկերության կողմից Նորք Մարաշ, Արաբկիր մասամբ եւ Սարիթաղ մասամբ իրականացված ծրագրերի արդյունքում 56 կիլոմետր 2830 բաժանորդ եւ այս երկու ծրագրերը միասին 22000 բաժանորդ, հետեւաբար հաշվի առնելով որ հանգամանքը Յոլաջուր սպասարկման ոլորտում արկա են մասնավոր տնտիրությունների մոտ 65-ից ավել հազար բաժանորդներ, 3 տարում քաղաքապետարան պետություն համագործակցության արդյունքում 50%-ից ավելին մասնավոր տնտիրությունների բաժանորդները ունենում են շուրջօրյա կամ ամենաբարձր գրաֆիկով մինչև 17 ժամ, 24 ժամ, ոչ դրանից պակաս
17 ժամից ոչ պակաս ապահով հուսալի ջրամատակարարում։ Այս ցուցանիշը երբևէ չհարցանագրված ցուցանիշ է մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում, եւ ծրագիրը շատ հասցեական է ու նպատակային, սա պետք է իմանա նաեւ մեր բնակչությունը, որ ընտրված է ամենաճիշտ հատվածները, սեփական տնտիրությունների տարածքները, որտեղ ամենաշատն է ջրի կորուստը եւ ամենակայքայվածն է ջրամատակարարման ցանցը։ Այստեղ արդյունք ենք ունենում հուսալի անխափան ջրամատակարարում, կորուստների վերացում, այսինքն այն ապօրինի գծերը, որ անցկացված են սեփական տնտիրություններ, դրանք բոլորը վերանում են, հաշվառման համակարգի արդիականացում, ինչու՞ չէ նաեւ առաջի ծրագիրը իրենից ներկայացնում է 257 լիտր վարկյան, այն է 8 միլիոն խորանարդ մետր տարեկան տնտեսում, երկրորդ ծրագիրը 157 լիտր վարկյան, 4 միլիոն խորանարդ մետր տնտեսում տարեկան։ Հենց այս ծրագրի արդյունքում, պարոն քաղաքապետ, այն մտահոգությունը, որ ունի Վյոլա ջուրը, որ նորակառույց բազմաբնակարար համալիրներում կարող է չբավարարել ջուրը, այս տնտեսումները նաև երաշխիք են դառնում, որ բազմաբնակարան նոր շենքերի պահանջարկը կարող է բավարարվել։ Մեր համագործակցությունը այս ծրագրում շատ սերտ է, մեր ակտիվ գործընկերն է դառնում այլևս ջրային կոմիտեն, մենք հրավիրենք խորհրդակցում, պարոն քաղաքապետ, այստեղ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, մեր վերահսկող կառույցների մասնակցությամբ, որպեսզի ծրագիրը ընթանա առանց խոչընդոտների, իսկ խոչընդոտներ շատ կլինեն եւ ընթացս առաջացող խնդիրները լուծելու ամբողջ երաշխավորությունը մենք պետք է ապահովենք մեր գործընկերների համար։